Ընդդիմության ներկայացուցիչը եկել է սենց անում։ Ասма ճիշտ արդարացի մարդիկ ասма Պապիկյանի հրաժարականն են պահանջում բանակում տեղի ունեցող իրադարձությունների։ Ասма բայց չէ, ես չգիտեմ ոնց է ասում, ինչ է ասում։ Հա, իմ հրաժարականն է պահանջում։ Եկեք նայենք, ասենք 2002 թվին 24 դեպք։ Բասեր Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանն ինչի չեն հրաժարական տվել, Գեգամ Մանուկյան։ 2003-ին 15, 16, 2004-ին, բա Ռոբերտ Քոչարյանը խի չի հրաժարական տվել։ Սերժ Սարգսյանն էլ եղել է պաշտպանության նախարար։ Հետո Սերժ Սարգսյանը եղել է բռնազավթելով եղել է նախագահ, Սեյրան Օհանյանը եղել է պաշտպանության նախարար։ Թիվ եք ուզում։ 2010 թվական 21 դեպք սպանության եւ ինքնասպան, բա խի չեք հրաժարական տվել։ Կամ հա, պարզավոր կոալիցիան, կամ բանը, կամ Սերժ Սարգսյանը, կամ Սեյրան Օհանյանը, մի հատ է ձեր խմբակցության ղեկավարներ, բա խի չեք հիշում այդ մեխանիզմների մասին։ Եվ այլն, եւ այդպես շարունակ։ Եվ այսօր մենք ուրիշ խնդրեմ ունենք, այո, այսօր նախարարը միջազգային զեկույցի մասին է պատմում, այդ զեկույցն ասում է, որ ինքնասպանության պրոպագանդան բերում է նոր ինքնասպանություն։ Մեր ընդդիմությունը խոցելու համար երբեմն նախարարին, երբեմն կառավարությանը զբաղված է ինքնասպանության պրոպագանդայով։ Եվ միջազգային զեկույցները ասում են, որ դու ինչքան, մարդիկ կան, որ եզրին են։ Եվ երբ որ մարդը տեսնում է, որ տենց մեծ հանրային ուշադրություն կա, այդ բան հոգեբանական վիճակ է։ Այդ վերջին կաթիլը, էդ էլ է ազդեցություն ունենում, բայց ես փորձագետ չեմ, ես չեմ ուզում ոչ պրոֆեսիոնալ բաներ ասեմ, ուղղակի առիթեր եղավ։